Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս քննարկումն է սկսվում։ Այսօր ես բավականին հետաքրքիր հյուր ունեմ։ Իմ հյուրն է միջազգայնագետ Արման Ավագյանը, ով մինչ օրս հիմնականում միացել է մեր զրույցին Փարիզից։ Այսօր Արմանը արդեն Երևանում է։ Բարև Արման ջան։ Ողջույն Գագիկ ջան։ Դե ոնց հասար, ասա։ Լսի, բավականին լավ, ես իմ տպավորությունները բավականին լավն են ինչ առումով, որ նախ ինքնաթիռը բավականին լծված, այսինքն հանրապես ազատ տեղ չկար։ Դեպի Հայաստան ուղղությունը։ Այո, ինչ խոսք, եւ նույն օդանավակայանում այդ սպասասրահում, հա, այդ մինչեւ արդեն ինքնաթիռ նստեցումը, տեսնում ես մի կողմից հայրենակիցներ, որոնք շոփինգային, այսպես տոպրակներով, այնպես բավականին բրենդային, հա, այսպես բավականին լավ բրենդերով առևտուր արած, ես ուրախանում եմ, որովհետև դա նշանակում է մեր հայրենակիցները ունեն այդ հնարավորությունը գալ եւ Էնել որտեղ Փարիզից։ Էնել Փարիզ, այո։ Թանկ։ Եվ հիմա հետ են մարդիկ գնում Երևան, այսինքն այստեղ այդ կարծրատիպը, որ դե ոնց անենք, հա, գնանք Եվրոպաները բնակվենք, ապրենք եւ այլն, դրանք այդպես չեն եւ կան հատվածներ բնակչության, որոնք կոնկրետ գալիս են туриզմով զբաղվելու եւ այդ վիզաների ազատականացումը շատ լուրջ օգուտներ կարող է բերել հենց Եվրոպային, որովհետեւ գնողունակություն է բարձրացնում։ Եվ մյուս կողմից կային նաեւ օտարերկրացիներ, շատ ռուսներ, որոնք արյուտես ինչ հետաքրքիր բան, որ կարողանում են Հայաստանի միջոցով նաև գալ Փարիզ, հա։ Եվ դա բավական հետաքրքիր էր, եւ ես նույն բանով եթե շարունակենք, հա, իմ այդ этаպային գանք, հա, այնտեղից նստեցի եւ այստեղ իջա, բավական հետաքրքիր էր դիտարկել, ինչքան լավ է գալիս ես եւ հայ սահմանապահները քեզ ողջունում են, հա, դեմքի տեսնելով հասկանում են դու հայ ես եւ ողջունում են քեզ հայերենով, բարի գալուստ եւ Գիտես ինչա, մի քիչ արդեն ուրիշ ձև ես դու նայում։ Սլավոնական լեզվով չեն դիմում։ Այո, դա արդեն ավելի բան է։ Կարող էին դիմել սլավոնական լեզվով, բայց մի տեսակ պրեպարություն կլներ, որ գնացել ենք Վորոնեժ, այլ ոչ թե հետ ենք եկել Հայաստան։ Նո, Երևան ենք եկել։ Այդ առումով շատ կարևոր էր։ Ընդ որում գիտես ինչն է հետաքրքիր, ես շատ հետևում եմ YouTube-ային, այսպես ասած, տեսանյութերի, որոնք հիմնականում Հայաստան եկած հյուրերն են անում ու ռուսախոս հատվածը ներկայացնում են երկիրը իրենց ներկայացնում են երկիրը ու տես մի շատ հետաքրքիր բան ուրեմն ես հենց երեք տեսա երբ որ խոսում էին տաջիկներ ուզբեկներ, ղազախներ, ընդ որում շատ տպավորված, շատ հիացած Հայաստանով, բնությունով, սննդով, հյուրանոցներով, ամեն ինչով ու դրանց մեջ աչքից զարնեց Ռուսաստանի Դաշնությունից եկած մի թաթար, ես ազգությանը ոչինչ չունեմ ասելու, բայց այս պարագայում այդ մարդը թաթար է, ստիպված եմ ասելու, ու ինքը ժողովրդական լեզվով ասած ձեռ էր առնում։ Բայց գիտեք, որ բոլոր բաները հայերն են արել, դու գիտեք, որ այնտեղ այն Վոլդորֆի դղյակն է ցույց տալի, այնտեղ Գառնու ձորում ինչ որ մի հատ տուն, այդ չի դղյակնաց էր առնում, բառացիորեն։ Սարկազմով։ Հա, սարկազմով ու բնականաբար մեր հայրենակիցները իրեն համապատասխան տեղ կոմենտներով ուղարկել էին, բայց գիտես ինչն է տարբերությունը։ Մարդիկ եկել են սուվերեն երկրներից խոսքս կենտրոնական Ասիայից եկած մեր հյուրերի մասին է ու դրականից բացի ոչ մի բան կարող է բացասական մի բան էլ գտնեն ասեն, հա, պետք է, որ օբյեկտիվ լինի։ Այն ինչ որ մեր աչքին չի երևում, իրանց աչքին երևում, բայց այս մարդը եկել է նպատակով հետևնել մի քանի կանացի իքական սերի ներկայացուցիչներ, որոնք ապահովում են հռռոցներ ու տենց բաներ անում Դե հուսամ, որ ասենք ուշադրություն կդարձնեն նաև այդ կարգի մարդկանց, չնայած ամեն դեպքում ինքը ուղղակի իրանց խղճուկությունն է ցույց տալիս, էլի։ Դե մարդկային նախանձը, այսպիսի հատկություններ ունի, որ դուրս է գալիս։ Այսինքն դուք եկել եք ձեր երկրից, որտեղ ոչ մի չգիտեմ, կապի ոչ մի միջոց գրեթե չի աշխատում։ Եկել եք մի երկրից, որտեղ ոչ մի մեսենջեր չի աշխատում։ Ինտերնետը փակ, մնացած, այսինքն քաղաքակիրթ աշխարհի բոլոր ատրիբուտները արգելված, դուք եկել եք, ասենք, այստեղ ինչ-որ փորձում եք ինչ-որ սարկազմ եւ այլն, ճիշտ գնահատականը
այն մեր մյուս երկրներից եկած հյուրերին, ընդ որում դու էլ եկել ես մի օրա, բայց ինձ թվում է տեսած կլնես, թե օրինակ քաղաքում Երևանում ինչքան տուրիստ կա, ու ոչ միայն Երևանում։ Եվ այստեղ կարևոր է նշել նաև Գագիկ ջան, որ երբ որ մենք ասում ենք տուրիստներ, այդ հիշում ենք նաև այդ խորհրդային ժամանակները, որ մեր տուրիստներ ասելով այդ քո նշած ղազախներ, թաթարներ եւ այլն, հիմա տուրիստները ավելի բազմազան տեղերից են եւ մեր հայրենակիցները պետք չի զարմանան, որ ասիական երկրներից, հնդկական երկրներից եկող, մալազիաներից, ֆիլիպիններից եկող եւ նույնիսկ պետք չի զարմանալ, որ օրինակ ֆիլիպիններից եկողները գան այստեղ աշխատելու նաեւ, ապա որովհետեւ ֆիլիպինները հայտնի են ֆիլիպինների աշխատողները, դայակներ, տան աշխատողներ եւ այլն, ինչ խոսք մենք գերադասում ենք բնականաբար, որ մեր ժողովուրդը իր աշխատանքը ունենա, բայց նրանցից առաջ ինչ խոսք, հա, մեր գերադասենք բնականաբար, բայց եթե այդ աշխատուժ անհրաժեշտ է եւ այդ բնակչությունը գտնվում է Երևանում, վերաբերվենք իրենց այդ աշխատանքը չեն ուզում անել։ Եվ այո, այդ աշխատանքը բաներ կա, բոլոր երկրներում էլ կան ազգություններ, որոնք աշխատանքներ կան, որ անում են, որ նրանք չեն անում եւ ըստ էության դրանք բոլորը մատնանշում են մի բան, որ Հայաստանը ինքը այդ մի մոռացված մի անկյունից վերածում է մի, այսպես ասենք, մի աշխարհաքաղաքական մի կենտրոնի, եթե կարելի է այսպես ասել, որտեղ կարող են հավաքվել մարդիկ, որոնք օրինակ դել Եվրոպա չեն կարող գնալ, լինի վիզաներից ելնելով, հա, նույն այդ ղազախները եւ նշած մարդիկ կամ հեռավորությունից ելնելով, բայց այստեղ կարող են արդեն գտնել Եվրոպա մոտ, հա, կամ արևմտամոտ, եթե այսպես ասենք, բարիս նկատի ունեմ առօրյա ծառայությունների, հյուրանոցային, չգիտեմ, սրճարանների, բոլոր ինչ որ կամ տուրիստի ինչից որ կարող է օգտվել, ավելի հեշտ կլինի։ Մի հետաքրքիր բան էլ կա, աշխատում է, այսպես ասած, կովկասյան տանդեմ, որ մարդիկ գալիս են Հայաստան, օգտվում են, հետո գնում են, բայց գնում են Վրաստան, այսինքն եթե այդ մարդը նաև ծովի, հա, ծովապ տեսնելու նաև ցանկություն ունի, ինչ է Երևանից մինչև ասենք Բաթումի բացառել, որ այդ բանը վաղը կարող է վերածվի նաև դեպի Ադրբեջան։ Եթե սահմանները պետք է բացվեն, հա, այստեղ նաև ինքը նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ, եթե մենք խոսում ենք, նա կարող է այդ քո ասած տուրիստը գալ Վրաստան, հա, Թբիլիսից սկսել, Երևանով շարունակել, Բաքվում ավարտել կամ ընդհակառակը, կամ այդպես շարունակ, եւ որպես այդպեսին Կովկասը հանդիսանում է այդպեսի մի վայր, որտեղ կարելի է մշակութային տարբեր արժեքներին բնականաբար մենք լինելով հայեր, բնականաբար մենք քրիստոնեության բնորան, եկեղեցիները, պլյուս բնականաբար մեր խոհանոցը, որ վրացիները պետք է հասկանան, որ մեր ամենալավն է, վերջ-վերջը, չէ, բանկա, մեր այդ բանը ունենք, չէ, այդ կոնկուրենցիոն բանը կա հայերն ու վրացիները, մեր խինկալին, ձեր խորովածը։ Իրենք ասենք մեր չուրչխելին, հա, այս մերոնք էլ չգիտես ինչի ոգևորվել են այդ տուրիստների պատճառով, թե ինչի պատճառով, ասենք մարդիկ մոտենում են, նայում են այդ մեր շարոցներին, շարոցը մեր այդ շուջուխն է, հա, շարոց են, շատ լավ բառ է, շատ գեղեցիկ բառ է, կարելի է օգտագործել։ Հա, կարելի է օգտագործել, ու չգիտես ինչի, Ժորժ ջան, մի արեք այտենց։ Ասեք շարոց, ասեք շուջուխ, ի վերջո, ոչ թե չուրչխելի։ Հա, վրացին երբեք չի ասի, ասենք, իրանց ռեստորանում սա հայկական լավաշ է, ինքը կասի սա վրացական լավաշ է։ Այո, եւ վերջ-վերջո պետք է վրացիք էլ իմանան, որ հայերը որ շատ ջղայնացան, խինկալին իրենցից համովել կանեն։ Ընդ որում անում են։ Այո։ Եվ ընդ որում բազմաթիվ տուրիստներ գալիս են Վրաստանի միջոցով Հայաստան, այնտեղ փորձում են, հետո գալիս են մեր ռեստորաններում փորձում են խինկալին ու ասում են հայկական վրացական խինկալին համովա։ Այո, եւ չմոռանանք բնականաբար, որ խորովածը դա բրենդ է, դա մեր հայերից չէ, կարող անել եւ վերջի-վերջո Հայաստան արոգալու են գալ եւ հաղորդակցվել այդ պատմությանը, այդ քրիստոնեական պատմությանը։ Մի խոսքով մենք մեզ չգովազդենք, որովհետեւ ինչ խոսք շատ տեղ ունենք գովազդելու, բայց ամենայն դեպս լավ վայր է գտնվում եւ սա համատեղ ուժերով, այդ ռեգիոնալ ուժերով մենք կարող ենք ավելին հաղորդել ավելի տուրիստական մեծ հոսքերի վայր, բնականաբար դրան նաև օգնում են այդ բոլոր էժան գներով այդ ավիակամպանիաները, այդ low cost, որը հիմա շատ ընդունված է, որովհետեւ մարդիկ վերջ-վերջո դա էլ երևի ժամանակի հետ հասկացան, որ այդ COVID-ն էլ օգնեց, դրանից հետո հասկացան, որ այդ ճանապարհորդության մեջ գինը շատ կարևոր է, որովհետեւ տրանսպորտին քիչ գին հատկացնենք, որովհետեւ այդ տրանսպորտի որ հատկացեցին 200 եվրո, այդ մնացած տարբերությունը
Պիտի գնա մեր ժողովրդի գրպանները, չէ՞։ Պիտի գնա այդ կաֆեների, ռեստորանների, հյուրանոցների, այդ բոլոր ծառայությունների մատուցման եւ բավականին ես բավականին ուրախ եմ, այսինքն այդ ամբողջը խոսում է խաղաղության այդ բոլոր այդ ցանկության, այդ իղձի, հա, որ մեր ժողովուրդը ունի վերջի վերջո այդ հանդիսրեգի խաղաղության բաղադրիչներից է։ Ինչքան էլ որ ինձ թվում է կանրադառնանք, ինչքան էլ որ Մոսկվան ցանկություն հայտնի, որ մեզ դնելու ընտրեք, հա, կամ սևը կամ սպիտակը կամ այս կողմ կամ այն կողմը, վերջի վերջո մենք խոհեմ ձևով մենք շատ հանգիստ ձևով այդ ամբողջին կարող ենք մոտենալ։ Դե քանի որ դու կարելի ասել անոնս արեցիր մեր զրույցի հաջորդ թեմայի, մեր զրույցի հաջորդ թեման իհարկե մի փոքր ուշացած, քանի որ դու ճանապարհին էիր, մենք չկարողացանք մեր նախատեսած եթերը անել, վերաբերում է մայիսի 8 եւ մայիսի 9, լույս գիշեր 9-ին ու դրա շուրջ տարատեսակ քննարկումներին, շահարկումներին, ինչ վերաբերվում է Կրեմլին եւ Կրեմլի պատերից դուրս անցկացվող միջոցառմանը, թերևս երբևիցե Ռուսաստանը այսքան խղճուկ վիճակում չէր եղել։ Իրենց խելքից, հա, իրենց խելքից, իհարկե, իրենց խելքից վերջի պահին այդ մարդիկ կարողացան մի կերպ Ղազախստանի ու Ուզբեկստանի նախագահներին բերել տան Մոսկվա, որ գոնե մի քիչ ներկայացուցչականություն լինի, թե չէ կստացվեր, որ այնտեղ հավաքվել են Աբխազիա, Օսեթիա, Բելարուս եւ ինչ որ մի երկու անենց չեմ հիշում Մալազիա, թե ինչ որտեղ Լաոս եւ Մալազիա։ Գագիկ ջան, ես կարծում եմ, որ այս պարագայում, որ ասում եմ իրենք կոչենք իրենց անուններով, այսօր երևի թե հետաքրքիր չի որևիցե երկրին, եկեք բառ բառեմ ասել, բայց լուզերի կողքին նկարվելը, որովհետեւ լուզեր Այո, որովհետև այսօր մի երկիր, որը ուներ այդ ամբիցիան, որ հեսա տեսեք հոպ ենք անում 3-4-5 օր, մի շաբաթում մտնում ենք Կիևը, վերցնում ենք, դարձնում ենք 3 օրում, մեր հայրենակիցները ասում են, այնտեղ մեր իրանց ռոպագանդայի գործիքները այդ ամբողջը ասում էր, իրականությունը բերում է նրան, որ այսօր ոնց որ թե կամած համակերպեն նրան, որ պետքա ստոպ տալ, վերջացնել, կանգնեցնել, մի խոսքով այդ խոհեմությունը կամած սկսում է աշխատել, բայց այսօր ոչ մի երկիր չի ուզում լինել պատմության սխալ կողմում։ Հա Առավել եւս, որ արդեն հաղթողներն ու պարտվողները կամ այսպես ասենք, այդ ամբիցիան ունեցողը հաղթանակի, ինքն էլ արդեն հասկանում, որ չի կարողանալու նա Կիևի մատույցներին հարցնի, որովհետեւ Կուպյանսկ եւ բանից, Գուլայպոլից քիչ դեռ զբոսնում են, եթե այսպես ասենք, մնանք Գուլայպոյի կոնտեքստի մեջ, բայց այդ կոնտեքստում այստեղ շատ կարևոր մի հատ տխուր պահ կա, որ բոլորը չեն անդրադառնում։ Մի րոպե, դուք երբ որ մայիսի 9-ին անդրադառնում եք հաղթանակին, դուք խոսում եք նաև որ այդ հաղթանակը պետքա լինի Ուկրաինայում եւ նացիզմի դեմ եւ այլն, չէ՞։ Բայց այդ ուկրաինացիք իրենք էլ են մասնակցել, չէ՞, այդ նացիզմի դեմ պատերազմին։ Եվ ամենաշատ զոհ տվածներից մեկն էլ իրենք են եղել։ Այսինքն տես ինչ կազուս է, էլի, մի կողմից հաղթանակ ենք տոնում, մի կողմից հարձակվել ենք այդ հաղթանակի գործիքներից մեկի մի ժողովրդի վրա եղբայր քույր ժողովուրդ ոնց ուզում եք ասեք եւ այսօր դուք դա ինչպես ներկայացնեք էլի ինչպես ներկայացնեք որ դա գեղեցիկ ստացվի բկայությունն էլ նայեր որ 45 րոպեում արագ շուտ արեցին ֆոտոներն արեցին նստեցին ջիպերը գնացին որովհետեւ թերևս այդքան էր ժամանակ մտավախության որ բանը ուկրաինական դրոնները որ այսօր լեյբլա դառնում չմոռանանք էլի հա այնտեղ վաղը մյուս օրը որ ասում են ամերիկյան բուրգերը ուկրաինական դրոնները այդպեսի մի բան էր ասում ժողովուրդը կարողացավ հասնել դրան որ դրոնը ուկրաինական տեսանք հա միջին արևելք ինչպես գնումներ իրականում փորձեց ամենայն դեպս փորձի փոխարկում իրականացնել Ուկրաինայի հետ որը պատմության իրադարձություններ բերեցին նրան որ այդ ժողովուրդը ելավ եւ կարողացավ կազմակերպվել իր զոհերի գնով եւ այսօր ինքնապաշտպանվել եւ այսօր նրանք վախեցան այդ պարադը անել եւ Թրամփը միջնորդեց որպեսի այդ խաղաղությունները Զելենսկին էլ հրամանագիր ստորագրեց որ թույլատրում է դա ինչպեսի անել ոնց այս պաստորեն Զելենսկին թույլ տվեց որ Կարմիր հրապարակում շքերթ լինի այո դե շքերթն էլ տեսանք ինչ շքերթ էր իրականում էդ էլ հասկացանք շքերթ փաղագծերում շքերթ որովհետեւ դա ճակերտներում դե իհարկե մեզ ավելի շատ հետաքրքրում մենք իհարկե դրանով մեր հարգանքի տուրքն ենք նաև մատուցում մեր պապերին ովքեր կամա թե ակամա որտեղ չեմ կարող ասեմ որ բոլորը կամա գնացին բոլորը
սենց ոգևորված գնացին, շատերը ստիպված էին գնալ եւ եթե չգնային, ապա կհայտնվեին Սիբիրի այդ բաներում, համակենտրոնացման ճամբարներում, ամեն դեպքում Բայց պատմությունը մեզ չի ասում, որ հայերը այդպես զորով են գնացել։ Մեր բոլոր դե սովետական պատմություններ մեզ այդպես էր։ Ես այն օրը մեր հաղորդման ժամանակ, մեկ ուրիշ հաղորդման ժամանակ մեր եմ ասում, ես ասեցի իմ լուսահոգի եւ քո լուսահոգի պապը գնացել է պատերազմ NKVD-ի բերթից դուրս գալուց հետո։ Եվ հետ եկավ մեկ ձեռքով։ Հա, ու դու պատկերացնում ես, թե այդ մարդը խանդավառությամբ էր գնացել այդ կռվին։ Չի կարող։ Այսինքն այդ մարդը այն տանջանքները, որ տեսել էր այդ բանդում, եւ այդքանից հետո եւ լավ հիշում ենք, թե մեր պապին ոնց էր խոսում, շատ զգուշորեն ոնց էր խոսում այդ համակարգի մասին։ Հա, քաշել էր այդ համակարգի ձեռը, այն տանջանքները, որ ինքն էր կրել, դա այդ սոսկալի էր։ Եվ էդի այն մարդկանց համար, ովքեր որ փորձում են սենց ռոմանտիզացնել խորհրդային տարիները։ Խորհրդային տարիները մենակ հայկական գիտությունը չէր։ Խորհրդային տարիները տասնյակ հազարավոր հայեր Սիբիրում էին։ Դա էլ էր խորհրդային իրականություն, գուլագները, այո, գուլագները։ Էլ չեմ ասում գնդակարված հայ մտավորականների մասին, հենց բոլշևիկների ձեռքով, լավ, այդքան չխորանանք, բայց տես, էլի մայիսի 9-ի տրամաբանությամբ չէր կարող Կրեմլը մոռանալ Հայաստանում անցկացված եվրոպական շռնդալից միջոցառումները, չէր կարող։ Եվ որը նա համարեց ապտակ իրեն։ Հա, եւ պարոն Պուտինը եւ այն բանը Զախարովան ամեն մեկը իր հերթին նաեւ Պեսկովը արտահայտվեցին ընդհանուր մինչեւ Պուտինը առաջարկումը Հայաստանում հանրաքվե անցկացնել, որպեսզի պարզ դառնա ժողովրդի վերաբերմունքը Եվրամիություն թե ԵԱՏՄ, ընդհանուր պատկերացնում ես ինչա նշանակում Եվրամիություն թե ԱՏՄ, ԵԱՏՄ, հա? Այսինքն ինչա նշանակում 19-րդ դար թե 21-րդ դարը, շատ պարզ է թվում, բայց դե մեր հայրենակիցները մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ընտրությունը հեշտ չի, այստեղ խնդիրը ինչն է, որ դե պուտինյան ոճով, այդ ցինիկ պուտինյան ոճով նախընտրական այդ ժամանակահատվածում, հա, մնացել է մի ամիս ընտրությունների։ Բայց ախր Արման ջան, կներես, հազար ներողություն։ Պուտինը դրանով ոչ մի բանի չի կարողանում հասնել, որովհետև դա հակառակ էֆեկտն է տալիս։ Եվ դա օգուտ չի լինում այն կուսակցություններին, որոնք այս ընտրապայքարի մեջ են։ Ավելի վատ։ Գագիկ ջան, իրենք մենք դա միշտ ենք դրա մասին խոսում, իրենք իրականությունից կտրված են։ Իրենց իսկ հասարակության մեջ իրենք կտրված են իրականություն։ Հիմա հասկանում են այդ ինտերնետի կտրելը բան ժողովրդի դժգոհությունները տեղում հասկանում են, բայց դու ինչպես ես ուզում նրանք կտրված լինելով իրենց իսկ ռուսական իրականությունից հասկանան մեն իրականությունը։ Եվ այն ինչ որ նախագահ Պուտինը նշեց այդ ասուլիսից հետո, որովհետև այդ մայիսի 9-ը փոխարինեցին ասուլիսով, տենց սվաղեցին, բան ինչ որ մի հատ բան ստանան եւ պասերով, հա, այն որ ես հիմա բնականաբար ես համոզված եմ, որ մեր այս քաղաքական այս քարոզարշավի ընթացքում այդ ամբողջը շատ լավ ձևով փորձել են օգտագործեն որոշ վախերը, հա, եւ այդ վախերը կենտրոնացավ արդեն շեֆի դեպքով։ Այս պարագայում ես չեմ էլ առանձնապես մեղադրում այն քաղաքական ուժերին, որոնք դա կօգտագործեն, որովհետեւ քաղաքական պայքարի տեխնոլոգիայի մի ղեկավար, որը կարող է ընդունել մեր երկրի ղեկավարին եւ ասել պրոռուսական ուժերին ինչու չեք թողնում մասնակցեն, լրիվ տրամաբանական է, որ մյուս ասուլիսի ժամանակ ասի Հայաստանը ոչ թե մի տարուց, երկու տարուց կամ տեսնենք այդ ընտրությունը կատարի, ասում է հիմա, այս ընտրություններից առաջ մի հատ վախացնենք ձեզ, որ հանկարծ ասենք աննեցնենք Լարսը, Ջերմուկը, մյուսը, ապրանքները, մեկ էլ պարզվի, որ մենք պետք է հենց հիմա ընտրություն կատարենք եւ դա ընդհանրապես մեր ժողովուրդն էլ ինձ թվում է հասկանում, բայց պետք է նաեւ որպես այդ քաղաք տեխնոլոգիայի մի մաս նշենք, որ դա արվում է ընդհանրապես որպեսզի մեր ժողովրդի, մեր այդ իրենց այդ սատելիտ ուժերը, հա, այդ արբանյակ ուժերը, որոնք գտնում են այստեղ լոկալ Հայաստանում եւ որոնք ուզում են հետ գալ իշխանության եւ կծվել այդ պուտինյան ռեժիմին, կարողանան ունենալ բավական
բավականաչափ արգումենտներ այդ վախը զարգացնելու, որովհետեւ մեր կամ տնտեսական վախն է, կամ Ղարաբաղյան կոնֆլիկտայինության այդ վախն է, խոսել Հայաստանի ուկրաինացումից, երբ որ Զելենսկին եկել է այստեղ։ Մի րոպե։ Զելենսկին եկել այստեղ, ոչ թե մենք բերել ենք այս ամբողջը կազմակերպել ենք, որ Զելենսկին տանկ տրիբունա, որպեսզի գա նա այստեղից խոսի, նա ուղղակի եվրոպական քաղաքակրթության մի մաս է հավաքվել է, եկել է։ Ներողություն, Գագիկ ջան, ավելին։ Զելենսկին այսօր պաշտպանում է Եվրոպան։ Զելենսկի բանակը, որը այսօր Եվրոպայի ամենաուժեղ բանակն է, պետք է նշել, այսօր պաշտպանում է ողջ եվրոպական մայրցամաքը ռուսական ագրեսիայից, եւ նա պաշտպանում է ինչ խոսք Եվրոպայի գումարներով, ինչ խոսք Ամերիկայի, Էդ էլ չանեին, բայց էլ չանեն, մարդիկ սեփական արյունն են տալիս, սեփական կյանքն են դրել դրա մեջ, մարդիկ ամենաթանկն են տալիս այսօր, եւ այդ մարդիկ բնականաբար մենք խոսում ենք Եվրոպայից, եվրոպական արժեքներից, եվրոպական արժեքների մեջ չի մտնում, որ դու կարող ես գալ, մտնել մյուս երկիր, զավթել եւ ասել ոչ, ես պետքա որոշեմ, թե Կիևում ով պետքա լինի վարչապետ կամ նախագահ։ Դա այդպես չի, դա եվրոպական էլ չի, դա միջազգային օրենքներից ելնելով եւս դա նորմալ չի, որ դու կարողանաս այսօր դու ինքդ որոշես քո հարևան երկիրը արդյոք պետք է ընտրի աջակողմյան, ձախակողմյան, թե քեզ հարիր, թե ոչ հարիր կառավարություն, ժողովուրդը պետք է ընդ որում մի օրինակ էլ, հա, հələ դեռ այս խնդիրը ընթացքի մեջ է, պատերազմում են, հələ նոր են մի երկու կտոր պոկել Ուկրաինայից, բա այն կտորները, որ պոկել են Վրաստանից, 14-ից չենք խոսում, չէ, 2008-ին, որ Վրաստանից պոկեցին, դու էլ ավելի հետ գնացի, ավելի հետ գնացի, բա իհարկե, բայց այդ դասերն էր, որ Եվրոպան չկարողացավ խաղել ժամանակին, որովհետև մտածեցին, որ այ մարդ, այս տվեցինք Պուտինը կհանգստանա, հետո եկավ Ղրիմն էլ տանք, Պուտինը կհանգստանա։ Ինչ որ եղավ երկրորդ համաշխարհայինի սկզբում։ Լրիվ նույնը Հիտլերին տանք, Չեխոսլովակիան թող հանգստանա, Լեհաստանի կեսը թող հանգստանա։ Չհանգստացավ։ Դե հիմա այդ մայիսի 9-ը, որ արվեց Ռուսաստանում, ես համոզված եմ եւ հուսով եմ, մեզ շուտով էլ արվի տենց մի հատ հունիս կամ չգիտեմ, որովհետեւ մի մոտիկ ամիս ասենք, մաղթենք ամենայն դեպս այդ պատերազմի համար, ուկրաինական հաղթանակի կամ եվրոպական այս անգամ հաղթանակի, որովհետեւ վերջի վերջո ճշմարտություն գոյություն ունի։ Այստեղ մենք եթե խոսում ենք այս ամբողջից, ես այստեղ քավլիցի, ոչ մի հակառուսականություն չկար։ Ես սա խոսում եմ ռուսների օգուտից եւս։ Որովհետեւ ես օրինակ, երբ որ ինքնաթիռ նստած է եւ ռուսներ կային գալիս են, դու պատկերացնում ես ռուսներին անօրյա կյանքում Փարիզից նա պետքա գնա Մոսկվա։ Ինչ անում։ Գալիս է Երևան, որ գնա փոխում է, Երևանից էլ գնում է Մոսկվա։ Ծախս անում։ Հələ այդ Երևան-Մոսկվան էլ մի հատ նիհար տղա ունեն իրանք։ Ուզում էր դա բանաներ, ճակերտներում նիհար։ Նա ուզում էր էտել չեղարկել, որ իր հայրենակիցները, չգիտեմ, գնան եսին որտեղից պատտվեն նոր կարողանան հետ գնային Օվերչուկին։ Օվերչուկին, հա, ճիշտ է, ասում էր տվեշները, չվերտները չեղարկենք բան։ Այմար դուք ձեր ոտքին եք խփում, դուք ձեզ եք վնաս տալիս։ Ընդ որում այստեղ մի բան էլ կա հետաքրքիր, Արման ջան, ես էլ եմ դրա մասին խոսել, թերևս մենք իրար հետ էլ ենք դրա մասին խոսել։ Ինչ Ռուսաստանը մտածում է, թե եթե ինքը ինչ որ սանկցիաներ կիրառի, դա Հայաստանի համար այտենց ահավոր պրոբլեմ է, շորտ 90-ականները չեն։ Խորհրդային միությունը նոր փլուզված, Հայաստանը ասենք չգիտեր ինչ աներ, ցուրտ ու մութ տարիներին։ Հիմա լրիվ ուրիշ ժամանակներ են։ Եթե այսօր Ուկրաինան կարողանում է դիմադրել 140 միլիոնանոց գերտերությանը, մենք առանձնապես այդ իմաստով շատ մտածելու բան չունենք։ Մի երկիր, որը իր ամբիցիաների կենտրոնում միշտ դրել է Ռուսական Ֆեդերացիան, Դաշնությունը, որ ինքը հիմնված է ուժի վրա, որտեղ բանակը, ուժը խփելը, սպանելը, ջարդելով մտնել, վերցնելը, հա, զինվորական ուժով անելը, դա է դոգման, մեր ուժը, նասի սիլը, մեր ուժը, դրանով էր, չէ, ինքը հայտնի, ինքը դա էր էքսպորտանում աշխարհով մեկ, դա ռուսական վախը։ Ինչ եղավ։ Այդից։ Այդ վախը չկա այսօր։ Չկա, որովհետև դրա փիլիսոփական բան, պահին չանդրադառնանք զուտ հողի վրա, դե այդ կաշառակիրությունից սկսած, վերջացած, ազնիվ ճիշտ պայքարով վերջացած, դե վերջի վերջո դու գնում հարցակվել եք ձեր եղբայր ժողովրդի վրա։ Դա ճիշտ պայքար չի, սխալ պայքար է, եւ այստեղից է սկսվում, որ ներողություն, որ այստեղից է սկսվում, որ մենք պետքա հասկանանք, որ այստեղ Զելենսկի ընդունել չընդունելը, մենք պատմության ճիշտ կողմում պետք է լինենք։ Շատ ներողություն, Տիխանովսկայան էլ եկավ Երևան, է շատ լավ է, որ եկավ Երևան։
Չմոռանանք, թե ինչ էր, չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործել, ինչ էր ճամարտակում բանը Լուկաշենկոն։ Ինչ էր խոսում, դուք ում եք պետք, հայերը մեզնից բացի։ Լուկաշենկոն ենք պետք։ Արդեն պատմության գիրկը անցածից 10 պակաս մի գործիչ է, որ ես համարում եմ, որ այս կոնֆլիկտի ավարտին Աստված տա շուտ ավարտի։ Իհարկե ափսոս Բելարուսի ժողովուրդը, որ շատ լավ ժողովուրդ է, ափսոս Բելարուս ժողովուրդը, ուկրաինացի ժողովուրդը, ռուս ժողովուրդը, ու եկեք ասենք նաև ափսոս մենք, որովհետև մենք էլ ինչքան ժամանակ կորցրեցինք, հա, հավատալով ինչ-որ սին գաղափարների շուրջ։ Եվ այսօր հայկան հասանք մի բանի, որ այդ կոնֆլիկտայնությամբ, բայց ասելիքս ինչն է, այստեղ շատ կարևոր բան կա, էլի, որ ուզում եմ այս քարոզարշավի ընթացքում մարդիկ շատ կոնկրետ ֆիքս են, էլի, ու չհավատան դրան։ Այդ վախերը, այդ Հայաստանի, Ուկրաինացում բան, ժողովուրդ, տեսեք, նույն բանը արեցին Վրաստանում։ Փորձեցին վախեցնել, նաև Մոլդովայում, նաև Ռումինիայում։ բայց Վրաստան ես ինչ եմ ասում, որտեղ մեր հարևաններն են անմիջապես եւ այսօր տեսնում ենք նրանց տված այդ էֆեկտը, ինչա կատարվում, հա, մի ողջ ժողովուրդ, որը մեզնից էլ ավել պրո-եվրոպացի, մենք մտնում ենք Թբիլիսի, միջև վրացական դրոշը Եվրոմիության դրոշներն ենք տեսնում, հա, եւ այդ ժողովուրդը ըստ էության այսօր վախացրեցին, որովհետեւ էլի նույն բան են խոսում։ Այ հիմա մի հատ Ուկրաինայից ձեր մոտ կանենք։ Ես խնդրում եմ ժողովրդին, որ հատկապես այն որ ասում է, այստեղից մտնի, այստեղից դուրս գա, ուշադրություն չդարձնել դրան, որտեվ նախնույն թող իրանց հարցերը նորմալ կարողանան լուծել Ուկրաինան, որը չեն լուծելու, Ուկրաինան այսօր, չասենք հաղթումա չի պարտվում։ Ամենայն դեպս դա ֆիքսած է։ Վերջին 1 ամսվա ընթացքում էլ 120 կիլոմետր քառակուսից ավել տարածք են հետ գրավել։ Ուզեմ ասել, այդտեղ էլ չել պատտվելու այդ բանը, ինձ թվում է, որովհետև արդեն տենդենսա ձևավորվում։ Գնալով տենդենսա ձևավորվում։ Տեսնում ենք արդեն Պուտինյան ռեժիմը կամաց թուլանում են նաև իրենց խոսույթներում։ Այդ ամբողջը պատրաստվում են նաև այդ ստոպին, բայց մենք պետք է ոչ մի ձև չընկրկենք եւ մեր ըստիս քարոզարշավի հետ կապված բոլոր խոսույթները, որոնք վերաբերվում են արտաքին ուժերին, մենք պետք է մտածենք այդ արտաքին բոլոր ուժերի մեջ, որոնք են մեր պետական գերակա շահերը։ Եթե մեր շահը այսօր ենթադրում է ընդունել Եվրոպական միությունը եւ դրանց մեջ նաեւ Զելենսկուն, որը նորից եմ կրկնում, պաշտպանում է եվրոպական անվտանգությունը այսօր, ուրեմն պետք է ընդունենք։ Ուրեմն պետք է ընդունենք եւ դա ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք ռուսներին դեմ ենք, ոչ։ Մենք այն գլխից ասել ենք, որ ուկրաինական պատերազմը մեր թեման չի, մենք դա չենք հովանավորում, մենք դրա կողքը չենք։ Բայց այսօր ժողովուրդ ջան, դուք ինքները տեսեք, մի հատ նայեք միջազգային տեսանկյունից։ Այսօր մենք չենք կարող քարոզարշավի նաեւ դա պետք է նկատի ունել։ Արդյոք մենք մեր ապագան, մեր երեխաների ապագան կարող ենք վստահել մի ուժի կամ մի ուժերի, որոնք գնում են այն ուժերի հետևից, որոնք փակուղում են, եւ պատմության առաջ են փակուղում, եւ տնտեսապես են փակուղում, եւ ընդհանրապես ինչ պետք է տան նրանք, ուր է նրանց տեսիլքը, ուր է դեպի գնում։ Բնականաբար հասկանում ենք, որ հեռու չի գնում, եւ պետք է նայել, իսկ Եվրոպական միությունը ստաբիլ, կոնստանտ, հա, ել ավել այսօր ուժեղացնում են նաեւ ուժային պահը։ Մի շատ լավ մեսիջ տեսանք, երբ որ Մակրոնը գնաց Գյումրի, դա շատ լավ մեսիջ էր։ Իհարկե, Եվրոպական միության լիդերը կարող է գնա մի քաղաք, որտեղ ռուսական ռազմաբազան է, չէ՞։ Որը ըստ իս կարծում եմ անունը կա, Ամանուն չկա, որովհետև էլի ես որքան գիտեմ, այդ ռազմաբազայի ծառայողների մեծ մասը հայեր են, որտեղ բոլոր մնացածները արդեն գնացել են ուկրաինական ռազմաճակատ, տեղափոխվել են այնտեղ, տեխնիկական անձնակազմի մասին ընդհանրապես չեմ խոսում, հիմնականում հայեր են, բայց ամեն դեպքում անունը կա, ինձ թվում է ժամանակի ընթացքում այդ հարցն էլ կքննարկվի, կլուծվի եւ Հայաստանի վարած այսօրվա քաղաքականությունը շատ սթափ է, այդպես ասենք, եւ նաեւ չեզոք, որոշ չափով նաեւ չեզոք եւ ի օգուտ իր ժողովրդի շահերի։ Եվ ընդ որում, որպեսզի չստացվի, որ մենք քննադատում ենք այս ընտրարշավին մասնակցող այս կամ այն թևին կամ գովում ենք այս մյուսին։ Այո, որովհետեւ մենք լիմիտավորված ենք նաեւ չէ դրանով այս քարոզարշավի ընթացքում պետք է։ Օրինակ հորդոր նույն քաղաքական ուժերին, ովքեր տանում են, ասենք, այսպես ասեմ, հյուսիսային նարատիվներ,
ժողովուրդ դրեք, մտածեք, քննարկեք, տեսեք թե ժողովուրդը այդ գաղափարները ոնց է ընդունում, հա? Այն երեխան, որ այսօր ասում է, ես ֆուտբոլի դաշտ եմ ուզում, արդյոք այդ երեխայի համար ձեր կրած այդ նարատիվները, ձեր ասածը, որը այդ ապագան, որը դուք նախատեսում եք, արդյոք այդ երեխան 5, 6, 7, 8 տարեկան երեխան արդյոք լավ բան եք անում, որ իր 18-ամյակին նրան տանեք դեպի հյուսիսային հարևան, որը այսօր մեկն իրան տիրություն անի, իր հարցերը կարողանա լուծել։ Էլ չենք խոսում ֆուտբոլի դաշտերի մնացած որը բնականաբար հետին պլան է իրենց մոտ։ Արման ջան, մեր եթերաժամը կրկին սպառվեց, ավանդաբար, միշտ այդպես է, շնորհակալություն եւ նաեւ քո համաձայնությամբ մեր հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ առաջիկա շաբաթներին մեր միացումները կլինի Երևանում, այսինքն մեր հաղորդումը կտեսագրվի Երևանում։ Եվ այս պարագայում արդեն Էյֆելյան աշտարակ չեք տեսնիք, այո, կտեսնեք Free News-ի, հա, լոգոտիպը։ Եվ ես մի բան նույնիսկ խոստանում եմ, ասում եմ, եթե այդպես լինի, ես կարող եմ Էյֆելյան աշտարակը հետս բերել, ասել բերել եմ այստեղ բիզնես գործ անենք, չբերեցի, որտեվ ասեցի սուտասանները արդեն շատ են խոսում, այս կանենք, այն կանենք, այն կանենք, մենք մնանք հողի վրա, գետնին, հա, լուրջ եւ փորձենք ամեն ինչ չեզոք ձևով ներկայացնել մեր ժողովրդին տեղում արդեն Երևանում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն էր միջազգայնագետ Արման Ավագյանը, ամենայն բարեկ ձեզ։